Մեր աշխատանքում մենք ինքներս շատ մեծ ներդրում ունենք, որովհետև դա մեր կյանքի մի մասն է։ Այդ ալտերնատիվան մարդկանց հետաքրքիր է ու ինքը ոնց որ իրոք հետադարձ կապ է տալիս, մեր համար շատ կարևոր է ու շատ ոգևորող է։ Ամենաշատ ոնց որ ճանաչումը մեր էջին բերեցին ամուսնուս ռիլերը, որտեղ ինքը շատ անկեղծ ուղղակի մարդկանց պատմում էր մեր պրոյեկտի մասին։ Իմ համար մեծ բացահայտում էր, որ մեկ մարդու գործոնը ամեն ինչ կարա շուրջ տա փաստացի։ Դու հույսը դնում ես ինքդ քո վրա, ասում ես ես կանեմ, դու անում ես եւ ստացվում է։ Միակ ալտերնատիվան, որը որ մարդը կարա առաջարկի, արհեստական բանականությանը, որը որ կարա համարյա թե ամեն ինչ անի, դա սերն է, ջերմությունն է ու սիրով ստեղծված բանը։ Սկսում ենք մեր այսօրվա Business Challenge հաղորդումը, որը ուղղված է իր հյուրերի պատմություններով վեր հանելու փոքր ու միջին բիզնեսի առանցքային խնդիրները, իրենց պատմություններով օրինակ դառնալու գուցե ձեր առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Մեր այսօրվա հյուրն է Ազատ Place էկոկրթական այգու համահիմնադիր Կիմա Վանեսքեյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք Կիմա ջան։ Լավ, մերսի։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Մենք ինչպես եւ միշտ բոլոր հյուրերի հետ հասցրեցինք մի երկու բառ փոխանակվել, զրուցել ձեր բիզնեսի մասին, որ փուլում է այն, եւ կուզենայինք, որպեսզի մեր դիտողներին սկսեիք դուք պատմել ձեր բիզնեսի մասին, ինչ է այն, որտեղից, երբ է սկսվել եւ ինչ փուլում եք հիմա գտնվում։ Նախ ես եմ շնորհակալ հրավերի համար, ընդհանրապես Ազատ Place-ը իմ եւ իմ ամուսնու Վլադիմիրի կյանքի շարունակությունն է, որովհետեւ մեր էկոկրթական այգին հենց մեր տան շարունակությունն է, մեր տան այգին է։ Հիմնել ենք այն 3 տարի առաջ, երբ մեր մեծ տղան Ազատը ծնվեց, ու իրեն անվանելով Ազատ, մենք միշտ մտածում ենք, որ ազատ լինելու գաղափարը ամենակարևորներից է, ու քանի որ ընտրել էինք քաղաքից դուրս ապրելու տարբերակը, այդ գաղափարը միշտ մեզ հետ է եղել։ Ազատ Place-ն էլ հենց այդպես դարձավ մի վայր, որտեղ երեխաները ընտանիքների հետ իրենց կարող են գալ քաղաքից եւ քաղաքից դուրս ժամանակ անցկացնել ավելի հետաքրքիր, ավելի ալտերնատիվ տարբերակով, հա, չգիտեմ, էկրաններից հեռու, պլաստմասե խաղասրահներից հեռու, այդպես ստեղծվեց Ազատ Place-ը, որտեղ կարելի է գալ, չգիտեմ, բերք քաղել, ուտել, նապաստակներին կերակրել, խաղալ բնական նյութերով, ձեռք տալ հողը, այգեգործություն անել, ինչու ոչ, եւ զգալ քեզ իսկապես ազատ, որովհետեւ ընդհանրապես մենք երբ սկսեցինք ապրել գյուղում, երկուսս էլ քաղաքից ենք, Վլադիմիրը Վանաձորից է, ես Երևանից, երբ սկսեցինք ապրել գյուղում, հասկացանք ինչքան կյանքիդ որակը փոխվում է, երբ օրինակ դու արթնանում ես ու տեսնում ես քո առջևում հորիզոն, երբ դու կարող ես իջնել, քաղել, չգիտեմ, բերքը ու իմանալ, որ ոչ մի թունաքիմիկատ այդտեղ չկա, դա իրոք ազատություն է, որը որ գալիս է քո ապրելակերպից, հա։ Ապրելակերպն է քո մտածելակերպը կերտում, թե մտածելակերպն է կերտում ապրելակերպը, հա, հին փիլիսոփայական հարցերից է։ Մենք ոնց որ փորձել ենք մեր զուգահեռ իրականությունը կառուցել, որը դարձել է նաև Ազատ Place։ Որտեղ է գտնվում, որ գյուղի մասին է խոսքը։ Գյուղը կոչվում է Փարպի, աշտարակի հարևանությամբ է, իրականում էլի շատ հետաքրքիր գյուղ է, 3000 տարի պատմություն ունեցող Ղազար Փարպեցու անվամբ։ Ու այդ գյուղը մեզ այնքան հյուրընկալ, սենց ընդունել է ու գյուղի մարդիկ այնքան լավն են, որ մեր հիմնական աշխատակիցների թիմը հենց գյուղից մարդիկ են, այդ ենք իրականում շատ կարևորում, որովհետև գյուղում աշխատատեղեր են ստեղծվում, Օշականից ունենք աշխատող տղաներ, որոնք ֆանտաստիկ հետաքրքիր են, Փարպից ունենք աղջիկներ, որոնք արվեստով են զբաղվում, էլի շատ հետաքրքիր մարդիկ են, ու այդ առումով շատ ուրախ ենք, որ կարողանում ենք նաև ստեղծել տենց արժեքային տարածք, որտեղ գյուղից մարդիկ կարող են գալ եւ ինչու ոչ աշխատել։ Դա մոտիկ է, հարմար է եւ շատ հետաքրքիր։ Այսինքն ֆորմատը ճիշտ եմ պատկերացնում, մարդիկ ծնողները իմանում են ձեր ընկերության մասին, կապ են հաստատում ձեզ հետ ու այդ ուղղվածը հիմնականում երեխաների համար գալիս են ծնողների հետ միասին։ Այո, ընտանեկան հանգստի գոտի է, որում երեխաների համար ռիթմով կազմված մի քանի զբաղվածություն է լինում,
խոհարարական դասընթաց, որովհետև դա երեխաներին շատ է հետաքրքրում, նաև մենք փուլ ունենք, անպայման մի բան թխում ենք երեխաների հետ։ Այգեգործական դասընթաց, որի ընթացքում երեխաները կարող են հողի հետ աշխատել։ Իդեպ խոհարարական դասընթացները ես եմ անցկացնում, այգեգործականները Վլադը, դա էլ է մեր համար շատ կարևոր, որ ոնց որ մեր աշխատանքում մենք ինքներս շատ մեծ ներդրում ունենք, որովհետև դա մեր կյանքի մի մասն է, եւ երրորդ բաղադրիչը այդ կրթական լինում է արվեստի հետ կապված, այտենց ընդհանուր կոչվում ենք այն լենդարտ, որովհետև երեխաները ուսուցիչների հետ զբոսնում են այգով, բնական նյութեր են հավաքում, այդ նյութերից ինչ որ բաներ ստեղծագործում, դա էլ է այտենց առանցքային մեզ համար, որ անպայման չի ունենալ հատուկ նյութեր ինչ որ բան ստեղծելու ու արարելու համար, բնությունը ամեն ինչ տրամադրում է։ Այդ առումով ոնց որ տենց ունենք հատուկ ծրագիր, ինքը ըստ ամեն միջոցառման փոփոխվում է, միշտ տարբեր է։ Դրա համար եթե, չգիտեմ, 2 շաբաթ իրար հետևից գալիս եք, մեկը հետաքրքիր է լինելու, այդպես։ Ծնողները այդ ժամանակ կարող են հանգստանալ, կարող են երեխաների հետ մասնակցել, ընդհանուր տենց ժամանցի տարբերակ է։ Գալիս գնում են, թե գիշերակաց ինչ որ հնարավորություն է։ Գալիս գնում են, իրականում գիշերակացի մասին էլ ենք մտածում, ոնց որ փորձում ենք հիմա փոքրիկ հյուրատունել, կառուցել ենք արդեն վերանորոգման փուլում է, ապագայում դա էլ կլինի, բայց թեկուզ ամբողջ օրով քաղաքից դուրս գալը ինքը արդեն ինձ թվում է բավականին մեծ միջոցառում է եւ երեխայի եւ ընտանիքի համար ու Փարպին Երևանից 25 րոպե հեռավորության վրա է, ինչը համ հարմար է տեխնիկապես, որտեղ երեխաների հետ շատ հեռու գնալը միգուցե ծնողների համար անհարմար լինի, եթե իրենք աշխատում են, աշխատանքային ռիթմում են, բայց դրա հետ զուգահեռ այնքան մոտ չի, որ քաղաքի նման լինի, հա, ինքը լրիվ աշխարհից կտրված տպավորություն է թողում մեր այգին, շատ փարթամ, բերքատու ծառերով, իրոք դրախտային վայր է։ Նայեք, օրինակ միշտ խոսելուց բիզնեսի մասին ինձ հետաքրքրում է ու հաճախ հարցնում եմ հիմնադրի կամ ձեր դեպքում համահիմնադրի համար, թե ինչ կրթություն, ինչ ճանապարհ, ինչ փորձառություն է ունեցել։ Մի փոքր ձեր մասին կպատմեք։ Սիրով, որովհետև հենց Ազատ Place-ի առանցքային երկու գիծը այն է, որ ամուսինս բիզնեսմեն է, երկար տարիների փորձ ունեցող, մարդ, որը որ սեփական փորձով ապացուցել է, որ աշխատանքով կարելի է, չգիտեմ, քարից հաց ստանալ, իսկ ես ուսուցիչ եմ ու հենց այդ սինթեզում ոնց որ բիզնեսմենի եւ ուսուցիչի ծնվել է Ազատ Place-ի գաղափարը։ Եթե չլիներ իմ ուսուցչական փորձը ու չլիներ ամուսնուս բիզնես փորձը, դրանք առանձին գործ էին, սենց հետաքրքիր բան չէր ստացվի։ Ես դրանում վստահ եմ։ Հենց այդ առանցքը, որում ոնց որ մենք հանդիպել ենք ու Ազատ Place-ը նաև ստեղծվել է, ինքը խաչմերուկ է, որում ինչ որ նոր բան է ստեղծվել։ Երկուսիդ համար է դա առաջի բիզնես փորձառությունն էր։ Ոչ, ամուսինս փորձառու բիզնեսմեն էր ու ես սկզբից տենց հակադրվում էի, որովհետև դե որպես ուսուցիչ միշտ պատկերացրել եմ, որ ես գնում եմ այս ժամին աշխատանքի, վերադառնում եմ, իսկ բիզնեսը նամանավանդ երբ նոր ես հիմնում, ինքը 24/7-ի աշխատանքը անվերջ է, իմ համար դժվար էր նամանավանդ որ երկու փոքրիկ բալիկ ունենք, սկզբից հենց մեջս շատ սենց հակազդություն կար, ասում եմ ես չեմ կարող, չեմ հասցնում եւ այլն, բայց երբ սկսեցի զգալ ոնց է սկսում դա աշխատել, ոնց որ համոզգացի, ինձ շատ սկսեց դուր գալ։ Ընտանեկան բիզնեսը լրիվ ընտանեկան։ Ստացվում է, որ փաստացի ընտանեկան է, մեր երեխայի անվամբ է Ազատ Place, համահիմնադիրները ես ու ամուսինս ենք, ինքը հենց մեր տան այգում է ու լրիվ փաստացի լրիվ ընտանեկան բիզնես է։ Բարիս բուն իմաստով է։ Ստարտային կապիտալի հարց ունեցել եք, բնականաբար տունը ձեռք եք բերել ձեզ համար։ Իսկ այո, տունը ձեռք ենք բերել մեզ համար, ձեռք ենք բերել վարկով, էդ էլ է տենց հարաբերական է, ինչքանով է դա ստարտային կապիտալ, մինչև հիմա այդ վարկը դեռ շարունակում ենք վճարել, այնպես չի որ ավարտել ենք, տունը լրիվ մերն է, բայց այդ են ներդրումներ, որը որ մենք արեցինք մեր ու մեր երեխաների կյանքի որակի համար, չփոշմանեցինք, ոնց որ դա է եղել մեր ստարտային կապիտալը ու կարծում եմ, որ մեր ստարտային կապիտալը եղել է իմ ու ամուսնուս ոնց որ ուղակի բեքգրաունդը աշխատանքային, որովհետև եթե մոտավորապես 2 տարի առաջ գայք Ազատ Place-ի առաջի իվենթին հիլասը հավաք էր, մենք ունենք ուղակի մի հատ սեղան, վրան իջացրել էինք իմ սուրճի սրճեփը ու ինչ որ բաներ էի թխել, ուղղակի մարդկանց հրավիրել ենք հիլաս հավաքելու։ Դրել ենք 1000 դրամ մուտքավճար ու սպասում ենք, որ մի 10 հոգի մարդ կգա, բայց ինչ որ ահռելի համարյա 100 հոգի մարդ էր եկել։ Մենք ցենց շոկի մեջ էինք, որ ցենց ուղղակի ցենց սկսել ենք Instagram-ով էջ վարել, ինչ որ կիսվել ենք մեր գյուղական կյանքի հայրերով ու մարդիկ հետաքրքրվել եկել է։ Ինչքան մարդ եկավ։ 100 մարդ, որտեղ ես հիշում եմ, որ մեր առաջի
ոնց որ միայն մուտքավճար ունենք, այդ որ մեր առաջին աշխատավարձը ինքը 98 թե 99000 դրամ էր, համարյա 100 հոգի մարդեր եկել, ու մեր համար այդ ցենց ուղակի անհնարին բան էր։ Անցած տարի արդեն Վլադիմիրը շինարարություն սկսեց այգում, չգիտեմ, սանհանգույց ունեցանք, սրճարանի հատված ունեցանք, փուր սարքեցինք, մի խոսքով սենց ավելի մասշտաբային դարձավ ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը հենց նրա հետևանքն էր, որ մենք հավատացինք, որ այս գաղափարը հետաքրքիր է։ Եթե այդ 100 մարդը կոպիտ ասած չգային, մենք այդ ռիսկի կարծում եմ չէինք դիմի։ Եթե խոսենք սայտագումների ու հաջողումների մասին, ու հատկապես սայտագումները առաջին փուլերում, ինչ տեսակ սայտագումներ եղան ու ոնց հաղթարեցիք։ Տենց մի քանի էպիզոդ կա, որ շատ տենց մինչև հիմա հիշում եմ ցավոտ է, հիմնականում կապված է եղել նրա հետ, որ սկսել ենք աշխատել ոչ մեզ հետ գաղափարակից մարդկանց հետ, տենց մի քանի փորձառություն ունեցանք ու հենց այդ փորձառության հետևանքով մեր այգու ներքևի մասը, որը ասենց ֆանտաստիկ գեղեցիկ էր, ծառերով, տերևներով, մենք սկսեցինք ձևափոխել, որպես ինչ որ այգու լանդշաֆտը փոխենք, ինչ որ բան դարձնենք ու փչացրեցինք մեր ներքևի հատվածի այգու ամբողջ տարածքը էսթետիկ տեսակետից։ Ինքը sense վայրի այգի էր բերքատու ծառերով, ուզեցանք ինչ որ ավելի համակարգված սարքենք, գեղեցկացնենք, չստացվեց, այդ մարդկանց հետ փորձում ենք աշխատել, աշխատանքը էլի չստացվեց, ու այդ այգին sense վերքի բաց վերքի նման մնաց։ Հիմա արդեն կամաց-կամաց սկսել ենք իրան կարգավորել, արդեն ամուսինս այնտեղ մի երեխաների համար այգեգործական բոքսեր է իր ձեռքով սարքել փայտից, որտեղ կարելի է ցանկ անել, հետո չգիտեմ լոլիկ ու վարունգ քաղել, բայց այդ առաջի փորձերը իրանք իրոք շատ ցավոտ ու դաժան էին, ու տենց մի քանի անգամ էլի եղել է, որ մենք ապրում ենք այս գործով անկեղծ, մեր ամեն առավոտը երեկոն քննարկումների հիմնականում կամ մեր երեխաների կամ Ազատ Place-ի մասին է, կատակով մեկ-մեկ ասում ենք, որ Ազատ Place-ը մեր երրորդ երեխան է, ու երբ գալիս են մարդիկ, որոնք սենց ոնց որ մատների արանքով են վերաբերվում, ձեռի հետ են աշխատում, մենք շատ ցավագին ենք ընդունում։ Հիմնականում մեր այս պահի սայթակումները դրա հետ են կապված։ Ես այն ոգևորությունը, որ առաջի մուտքավճարներով եկել են, հասկանում եմ, որ դա հաջողումների առաջի քայլերից եղեց է, բայց էլ ինչ կարողանաք պատմել ձեր մոտ, ինչ հաջողություններ գրանցվեցին։ Դե իմ համար օրինակ մեծ հաջողությունն է, որ անցած տարվանից ունենք հյուրեր, որոնք հիմա գալիս են։ Հա մենք ունենք հյուրեր, որոնք չգիտեմ ամիսը 1-2 անգամ գալիս են, այսինքն իրանց այնքան է դուր եկել, որ իրենք վերադառնում են, իրանք կիսվում են իրենց ընկերների հետ։ Իրանց երեխաները ասենց սիրով ասում են մենք գնանք Ազատ Place խաղանք, խաղարապարակները ամուսինս իր ձեռքով է սարքում, իրանք լրիվ այնց փայտից են, բնական են, ոչ մի երեխաների երևակայությունը գրգռող գույներ չեն օգտագործում, հնարավորինս ասենց հանգիստ միջավայր է, ու այն որ մեր այսօրվա ասենց շատ ուժեղ ազդակներով աշխարհում, չգիտեմ, սմարթֆոններով աշխարհում այդ ալտերնատիվան մարդկանց հետաքրքիր է, ու ինքը ոնց որ իրոք հետադարձ կապ է տալիս, մեր համար շատ կարևոր է ու շատ ոգևորող է, որտեղ մենք մեր երեխաներին տենց ենք որոշել մեծացնել, հանգիստ բնական միջավայրում, ու որ տեսնում ենք, որ դրա պահանջարկը կա, իրոք շատ ենք ոգևորվում։ Որ ժամանակը եկավ արդեն բու, չգիտեմ, ինչ քաղաքի կենտրոն գալու ոնց եք։ Դե սկզբից մտածում ենք, որ մանկապարտեզը արդեն այն կետն է, երբ պետք է գանք Երևան, բայց փառք Աստծո, էլի շատ բախտավոր ենք, որ Փարիզում շատ լավ մանկապարտեզ կա, մեր տղան արդեն մի շաբաթ հաճախում է, աչքով չտանք, ամեն դեպքում, ու իրոք սենց ոգևորված ենք, դպրոցի առումով, քանի որ ինքս դպրոցում երկար տարիներ աշխատել եմ ուսուցիչ եմ, դեռ չգիտեմ, բայց կարծում եմ, որ 25 րոպեն ճակատագրական ծախս չի կյանքի որակը բարձր պահելու համար, եթե ապրում ես քաղաքից դուրս, չգիտեմ, ամեն օր շնչում ես մաքուրոտ, քաղում ես էկոբերգ ծառից ուտում ես, ոչինչ, կարելի է մի քիչ երկար ավտոյով գնալ գալ, էլի խնդիր չի։ Կիմա ջան, կա ինչ որ մեկը կամ ինչ որ երևույթ ձեր ոգեշնչման համար։ Իրականում մի քանի տենց տարբերակ կա, որ ես ու Վլադիմիրը դիտարկում էինք, երբ ուղղակի Ազատ Place-ի մասին միտքը հայտնվում էր։ Երկուսն էլ ինչպես որ անսպասելի կարելի է նկատել Ամերիկայից են։ Առաջինը Ballerina Farm բլոգն է, որը որ մի ընտանիքի մասին է, որ էլի ապրում է այտենց գյուղում, իրանք ֆերմա ունեն ու այդ ֆերման դարձրել են էլի ընտանեկան բիզնես։ Ու երկրորդ գաղափարը գերմանական Waldgarten-ներն են, դա մանկապարտեզներ են, որոնք լրիվ դրսում են, կապ չունի ամառ թե ձմեռ, երեխաները ամբողջ օրը անտառային միջավայրում են։ Հիմա ինչքան գիտեմ, Հայաստանում արդեն 1-2 տարբերակ կա անտառային մանկապարտեզների, բայց երեխաները դեռ այնտեղ ոնց որ քնելու տարբերակ չունեն,
գերմանական իմ պատմած template-ում երեխաները նաև այնպես փոքրիկ վագոն այդտեղ քնում են, մենակ որ շատ ցուրտ չլինի, իսկ մնացած ամբողջ օրը անցկացնում են այգում։ Այդ օրինակը նաև էլի մեզ vocation չեց, ու երբ մեր տղան սկսեց մեծանալ, չոչանել, կանգնել, քայլել, մենք տեսանք ինչքան ինքնան ազատ ու լավ այգում զգում, հասկացանք, որ երեխաներին իրականում սա է պետք։ Օրինակ, եթե մենք գնում ենք խանութ ու փորձում ենք առնել ինչ-որ խաղալիք շոշափելու համար, չգիտեմ, ձայներով խաղալիք, այդ խաղալիքը երեխային հիպերստիմուլացնում է։ Իսկ երբ մենք գնում ենք երեխայի հետ այգի ու ինքը լսում է ծիտիկների ձայնը, լսում է տերևների խշշոցը, ձեռքա տալիս փայտը, ձեռքա տալիս, չգիտեմ, տարբեր բնական նյութեր, ինքը ոնց որ ավելի հանգիստ է դառնում։ Դա ինձ թվում է ոնց որ երեխա մեծացնելու, ընդհանրապես սերունդ մեծացնելու ամենակարևոր գրավականներից է բնական միջավայրի ինտեգրումը, ու հենց այդ երկու բաներ, որ ասենց մենք մտածեցինք, հա, բայց մոտավորապես կարա կապ ունեն, որովհետև մենք այդ կյանքով ապրում ենք, ինչի՞ չէ, եթե մենք ունենք մեծ տարածք, ինչի ու պատրաստ ենք մարդկանց հետ այդ փորձառությամբ կիսվել, ինչի՞ չէ։ Այդպես նաև կրթական տար հայտնվեց։ Իմ բոլոր մտքերը Վլադը իրականում կարողացավ կյանքի կոչել։ Ես Դարձնել բիզնես։ Հա, չէ, իրականում ես թեորիայի մարդ եմ, Վլադը գործի մարդ է։ Օրինակ ես ասում եմ, գիտես, կան բացօթյա խոհանոցներ երեխաների համար, որտեղ երեխաները ցեխից ապուր են սարքում։ Վլադը ասում է լավ, ու գնում է ու սարքում է այդպես իսկական այդպես բացօթյա խոհանոց։ Հիմա մեր պստոնները որ հյուր են գալիս, ասած ցեխից ապուր են սարքում, գնում է Վլադը անդարից շիշկաներ ա բերում, չգիտեմ, ծառիկ եղև ա բերում, իրենք դրանով են խաղում, չեն խաղում ինչ որ հատուկ շոշափուկ խաղալիքների հետ, այլ խաղում են բնական նյութերի հետ։ Ինչ տարիքի երեխաների մասն է խոսքը։ Դե մի քանի ուղղություն ունենք, մեկ ուղղությունը այդ ընտանեկան weekend-ներն է, երբ ընտանիքով գալիս են երեխաները զբաղվում են, այդ ժամանակ ունենում ենք հիմնականում 0-ից մինչև 4 տարեկան երեխաներ, հիմնական թիրախային խումբը դա է։ Ունենում ենք նաև մեկօրյա ճամբարներ, ավելի մեծ երեխաների 6-ից 12 տարեկան երեխաների համար, բայց երևի կասեմ, որ 0-ից 12 տարեկան երեխաները են հիմնական թիրախային խումբն է, որի հետ մենք աշխատում ենք։ Ավելի մեծ երեխաների եւ իրենց ծնողների համար էլի ունենում ենք զբաղվածություններ, այգեգործություն, բերքահավաք, նամանավանդ բերքի հավաքի սեզոնին շատ են գալիս մեծահասակները, բայց հիմնական երեխաների համար 6-ից 0-ից 12 տարեկան զոնաները տարբեր են, տարբեր տարիքների հետ կապ ունեն ու տարբեր տարիքների համար են ադապտացված։ Եթե ձեր բիզնեսը մի պահ այդ սոցիալական հետաքրքիր բաղադրիչները կողքի դնենք ու նայենք որպես մաքուր բիզնես, դուք ինչ ռիսկեր եք ունեցել բիզնեսը սկսելուց կամ հիմա ունեք, ոնց եք դրանք գնահատում։ Դե կարծում եմ, որ մեր առաջի ռիսկը տարածքային հեռավորությունն էր, այսինքն երբ մենք մտածում ենք մուտքավճարի մասին, մուտքավճարը այնպեսին պետք է լիներ, որ մարդկանց չվախեցներ, որովհետև իրենք Երևանից, հիմնականում Երևանից են մարդիկ գալիս, Երևանից պետք է գան ու վերադառնան։ Այդ մի քիչ վախենալու ռիսկային էր, բայց էլի Վլադը ինձ քաջալերեց ու ես դիմեցի մի հատ բիզնեսի, գյուղատնտեսական բիզնեսի զարգացման ծրագրի, որի ընթացքում հիմա դասընթացներ եմ անցնում Impact Hub-ի ու Aqua Federation-ի գյուղատնտեսական ոլորտի ստարտափների ծրագրերի ոնց որ աջակցման մեծ պրոյեկտ է։ Այդ դասընթացների ընթացքում սկսեցի նաև իսկականից ոնց որ բիզնես գործիքներից օգտվել ու հասկանալ, որ ինչ որ բաներ մենք ինտուիտիվ արել ենք, բայց այդ ինտուիտիվ բաները փաստորեն ճիշտ են եղել։ Օրինակ, այնպիսի մուտքավճար ենք ընտրել, որը որ adekvat է, որ մարդիկ կարողանան ու խոսքը միայն այնց ապահոված խավի մասին, չի, հա, միջին խավի մասին է, որ մարդիկ կարող են գալ, եթե նույնիսկ մեքենա չունեն, ամբողջ օրը անցկացնել, վերադառնալ ու գող մնալ։ Կարծում եմ, որ հիմնական ռիսկը դա էր, դրանից բացի ընդհանրապես ալտերնատիվ կրթությունը, որը որ մենք առաջարկում ենք, ինքը Հայաստանում, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես աշխարհում միշտ հարցականներ է առաջացնում մարդկանց մոտ, ու դասընթացներն էլ մեր մոտ միշտ դա քննարկում ենք, որ իրանք sense հստակ դասընթացներ չեն, որ երեխան եկավ, սովորած մի բան դուրս եկավ։ Դա process է, մեր համար կարևոր է, որ երեխան գտնվի այստեղ եւ հիմա այդ process-ի մի մաս դառնա մասնակցի։ Դա էլ այդ մոտեցումն էլ որոշ ծնողների համար կարա լինի հարցականներով, չէ, ես օրինակ վճարում եմ այսինչ գումար, երեխան գալիս է կավագործության, բայց օրինակ իր սարքած տերևը իդեալական չի։ Մենք ոնց որ ավելի շատ չենք գնում նրա հետից, որ երեխայի պատրաստած ինչ-որ բանը լինի իդեալական, գնում ենք նրա հետից, որ երեխան այդ պահին ինտեգրված լինի process-ի մեջ, վայելի, եւ այո, ինքը իր ձեռքերով հասկանա, որ ինքը, չգիտեմ,
պնդուկի թուփի տակ նստած իր կավով իր ձեռքով ինչ-որ մի բան է սարքում, դա էլ էր բավականին մեր միջավայրի համար, որ սենց ձգտում է երեխաներին դեպի իդեալականացում տանել, էլի բավականին ռիսկային էր, բայց ոնց հասկացա մենք մեր գաղափարակիցներին կարողացանք գտնել ու մեր հյուրերը հիմնականում մարդիկ են, որոնք գալիս են ու վայելում են, ասում են, ինչ լավ է, որ երեխաները կարան ուղակի այդ ռիթմի մեջ լինեն։ Ինքան բարի եք պատմում ամեն ինչը, որ անգամ չեմ էլ ուզում հաջախորդ բառը օգտագործել, բայց ուզում եի օրինակ այդ դեպքի համար, որ մտավախություն կար, որ ոնց են գալու ձեզ մոտ, իսկ կա ինչ որ ապագայում կամ ցանկությունների մեջ բիզնես բաղադրիչ, որ դուք օրինակ չգիտեմ, ինչ որ ավտոբուսներ ունենաք, տեղ ունենաք, Շատ ենք ուզում, հա, մտածում ենք, ժամային Վլադը միշտ է ասում, որ մի հատ երթուղի պետք է մենք ունենանք, հստակ կետից երեխաներին հավաքենք, օրինակ անցած տարի երբ անում ենք մեկօրյա ճամբար, ամուսինս մեքենայով գնում էր երեխաների մի մասին բերում էր, մյուս մասին տաքսիով բերում ենք, տանում ենք մեկօրյա ճամբարի ժամանակ, քանի որ դա ֆիքսված երեխաների քանակ է, 10 հոգուց շատ չենք վերցնում, որպեսզի կարողանանք բոլորին, ասենց բոլորի անվտանգությունը ապահովենք, այգին մեծ է, շատ բազմա տեսակ challenge-ներ կարող են լինել, մտածում ենք, հույսով ենք, որ Azad Place այնքան կզարգանա, որ կկարողանանք մեզ թույլ տանք նաև երթուղի ունենանք, դա շատ ավելի հասանելի կդարձնի Azad Place-ը տարբեր մարդկանց համար։ Հուսանք կստացվի։ Ձեր ոլորտում մրցակիցներ կան։ Այո, կան, ու ոնց տեսնում եմ, այս էկոկրթական բաղադրիչը ինքը գնալով զարգանում է, բայց ես չէի ասի մրցակիցներ, ավելի շատ կասեի գաղափարակիցներ, որովհետև Հայաստանում տենց մի քանի կղզի կա, գիտեմ, որ Կաթիլ կրթական կենտրոն է բացվել, որը էլի մոտավորապես Wildgarden-ի ոճով է, չեմ եղել ճիշտն ասած, բայց ինչքան որ տեսել եմ, մոտավորապես նույն գաղափարի շուրջ է կառուցված, ու տենց էլի մի քանի փոքր պրոյեկտներ կան, որոնք նման են, բայց իրանց յուրաքանչյուրը աուտենտիկ է, ամեն մեկը շատ յուրահատուկ է, դեռ չկան հենց ֆորմատ, որ մեկը մյուսին խանգարի։ Ես հակառակը կարծում եմ, որ այս դեպքում այնքան նիշային է դեռ այս ոլորտը, որ կարա լինի միայն համագործակցության մասին խոսքը, մենք կարանք իրար մենակ օգնենք։ Էդ է ուզում հարցնել, իսկ գործընկերների տեսանկյունից ինչ տեսակ գործընկերների կարիք ունեք կամ ում հետ ունեք համագործակցություն։ Տենց հստակ, որ ասեմ, ինչ որ հստակ գործընկերներ այս պահին ունենք, սուտ կլինի, քանի որ սենց նոր զարգացող պրոյեկտ է, անցած տարի մենք մոտ 1-2 ամիս աշխատել ենք, այս տարի արդեն ավելի գլոբալ պատրաստվում ենք մինչև սեզոնի փակում հստակ աշխատել, ամեն անգամ նոր հյուրեր ենք ունենում, ամեն անգամ նոր մտքեր են բացվում։ Հիմա ռուս երաժիշտների խումբ կա, որը որ Jazz and Tales պրոյեկտ ունի, երեխաների համար համերգներ են անում ջազային։ Մտածում ենք իրենց հետ համագործակցենք, արդեն եկան, տարածքը նայեցին, մտածում ենք, որ միասին տենց համագործակցություն անենք, որի ընթացքում երեխաները բացօթյա ջազ կլսեն ու կվայելեն այգին։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ ենք պատրաստվում, տենց փոքրիկ համագործակցություն անենք Համբարձման տոնի հետ կապված, որովհետև էլի այգին նպաստում է նրան, որ միջավայրը լինի, չգիտեմ, լրիվ բնական, երաժշտություն հնչի, ինչ-որ բաներ միասին պատրաստենք, բայց դա սենց առաջին անգամներն է իրականում, նոր ենք սկսում, դեռ չկա տենց հստակ ձևավորված համագործակցություն, կարծում եմ, որ 2-3 ամիս էլ անցնի, արդեն կունենանք ավելի հստակեցված ֆորմատ։ Ձեր նշած գործոնները, այդ համագործակցության հնարավորությունները մի տեսակ նաև մարքեթինգային քայլերին էին վերաբերում, հաջորդը դրան էր վերաբերում, ուզում էի հասկանալ ձեր բիզնեսի տեսանկյունից ինչ մարքեթինգային քայլեր, ինչ արշավներ եք կատարում։ Անկեղծ ասեմ, մենք մի քանի անգամ փորձել ենք տենց շատ ճիշտ գրական, հա, սենց կերպով մոտենալ մարքեթինգին, բոլոր անգամներ ես փորձել եմ դրանով զբաղվել, հետաքրքրվել եմ, ինչ որ, չգիտեմ, թիրախային ռիլեր եմ փորձել նկարել, նյութեր եմ պատրաստել, բայց ամենաշատ ոնց որ ճանաչումը մեր էջին բերեցին ամուսնուս ռիլերը, որտեղ ինքը շատ անկեղծ ուղղակի մարդկանց պատմում էր մեր պրոյեկտի մասին ու նաև դրա շնորհիվ շատ հետևորդներ ունեցանք, կարծում եմ, որ այն որ այսօր շատ հյուրեր ունենք, հենց դրա հետևանքն է, որ ոնց որ ամուսնուս այդ ուղիղ անկեղծությունը ինքը իր տեսակով տենց մարդ է, այնքան անկեղծ է, որ մեկ-մեկ նույնիսկ ցավոտ է լինում, այդքան անկեղծ մարդ ես էլ չեմ հանդիպել կյանքումս, այդ անկեղծությունը ինքը իրոք մարդկանց գրավում է, քանի որ մենք ոնց որ ամեն անգամ երբ հյուրեր ենք ընդունում, մեր տան դռները բացում ենք փաստացի մարդկանց առջև, կարծում եմ, որ իրանց մեր հյուրերի համար այդ կոնտակտը սենց
անձնային իմ ու ամուսնուս հետ ամենակարևորն է ու այդ գաղափարի շուրջ էլ հենց Ազատ Place-ը աշխատում է այդ բաց հնարավորինս ջերմ, հնարավորինս ընտանեկան, օրինակ չգիտեմ, խոհանոցում հիմա ես եմ խոհարարը, որովհետև կարծում եմ, որ ոնց որ շատ կարևոր բաղադրիչ է, որ ուտելիքը լինի տնական, բնական եւ այլն, ու դեռ չեմ գտել այնպիսի խոհարարի, որը դա կապահովի։ Ամուսինս էլ չգիտեմ, այն այգեգործական մասերն է իրա վրա վերցել, որտեվ էլի շատ կարևոր է, որ այդ մեր գաղափարը sense direct ճիշտ ձևի մարդկանց հասնի։ Կարծում եմ դա է մեր մարքեթինգային հիմնական գրավականը։ Ինձ թվում է ձեզ մոտ նաև այդ սարաֆանի ռադիոն է լավ աշխատում, որ մեկ-մեկին ասում են, Հա, կանչում են, վստահության կետը կա, ձևավորված է։ Սենց մի հատ բլից հարց, փորձ, կրթություն, թե համարձակություն։ ու այս պահին կասեմ համարձակություն, եթե պատասխանայի 3 տարի առաջ կասեի կրթություն եւ փորձ, բայց կյանքը ցույց է տալիս, որ համարձակությունը ավելի կարևոր է։ Ետ այ խոսքի մեջ նաև նշեցիք մասնագետների, աշխատակիցների մասին, որ սեգմենտում են գտնվում ձեզ մոտ աշխատակիցներ, այսինքն որ ոլորտից եք ներգրավում, ինչ որ պիտի կրթական բաղադրիչով փորձ հմտություններ ունենան, թե պարտադիր չէ, թե ինչ որ կվալիֆիկացիոն փուլեր են ձեզ մոտ անցնում, թե բաց եք բոլորի առաջ։ Քանի որ ես ինքս ուսուցիչ եմ, ես Ազատ Place-ի դասընթացների անցկացման ու կառուցման ողջ process-ը իմ վրա եմ վերցրել, ըստ տարիքային խմբերի լրիվ մշակում եմ դասընթացները, ու երբ գալիս է օրինակ պոտենցիալ, չգիտեմ, մարդ, որ երեխաներին ինչ-որ բան պետք է սովորեցնի, ես ամեն ինչը բացատրում եմ, որովհետև իրականում Ազատ Place-ը ոչ ֆորմալ կրթություն է, այդտեղ ես չեմ կարող օրինակ կանչել դպրոցական ուսուցչի ու վստահ լինել, որ ինքը ամեն ինչ տենց կանի, ոնց ես պատկերացնում եմ, այդտեղ կան որոշակի բազային բաներ, որոնք որ կապված են հենց ոչ ֆորմալ կրթության հետ, օրինակ Շտայների փիլիսոփայության հետ են հիմնականում կապված, Վալդորֆյան շարժման հետ են կապված, այդ բաները ես ոնց որ բացատրում եմ, պատմում եմ, հետևողական նայում եմ ինչպես են ընթանում դասընթացները, ու որ պայն որ հասկանում ենք, որ սա արդեն Ազատ Place-ն է, արդեն հանգիստ թողում ենք մարդիկ ինքնաարտահայտվեն, ու իրականում մեր արվեստի ուսուցիչներն էլ դե արվեստի մարդիկ միշտ ավելի լայն մտածող են, իրանք սենց լրիվ այդ գաղափարը կարողանում են միանգամից բռնել, խոհարարական դասընթացները ինքս եմ անցկացնում, այգեգործականները ամուսինս, հիմնականում ոնց որ այդ որ ասում եմ ինչ որ բաներ պատմում եմ, բացատրում եմ, կապված է հենց այդ արվեստի բաղադրիչի հետ, այդպես կարելի ասել, որ որակավորումը ես եմ տալիս, բայց ես էլ համարյա 10 տարվա կրթության ոլորտում աշխատելու փորձ ունեմ, կարծում եմ, որ բավականին ռեալ է, որ ես դա անեմ, այդպես։ Բայց փաստում եք, որ բուհական կրթությունը բիզնեսի մեջ պարտադիր չի։ Փաստում եմ, որ բուհական կրթությունը կարող է խանգարել բիզնեսում, որովհետև ամեն դեպքում իմ կրթությունը հումանիտար է։ Գիտեմ, որ իհարկե արժեք ստեղծելու համար հումանիտար կրթությունը կարևորագույն է, որտեղ հենց արժեքի ու իդեայի շուրջ է ստեղծվում մնացած ամեն ինչը, բայց երբ դու գաղափարից արդեն գնում ես դեպի ռեալիզացիա, համարձակությունը ամենակարևորն է, ռիսկի դիմելը ու ոչ միշտ սենց երասկոտ պատկերացումները, թե այսենց պետքա լինի, այսենց պետքա լինի, իրականում բիզնեսը շատ ավելի բարդ է ու շատ ավելի մարդակենտրոն է։ Այդ իմ համար մեծ բացահայտում էր, որ մեկ մարդու գործոնը ամեն ինչ կարա շուրջ տա փաստացի։ Եթե մի պա դուրս գանք ձեր բիզնեսի ոլորտից, ընդհանրապես խոսենք հայկական տնտեսության մասին։ Կիմա ջան, դու ո՞նց ես պատկերացնում հայկական տնտեսության զարգացումը։ Ես քանի որ ամեն դեպքում անկախ նրանից որ սկսել եմ բիզնեսով զբաղվել երասկոտ հումանիտար մարդ եմ ու հույսով եմ որ ամեն ինչ լավ է լինելու այն վարքյանից երբ մենք սկսենք մեր հույսը դնել մեր վրա կարծում եմ որ սենց մակրոկոսմի տեսակետից Ազատ Place-ը հենց դրա փոքրիկ ռեալիզացիան է երբ դու հույսը դնում ես ինքդ քո վրա, ասում ես ես կանեմ, դու անում ես եւ ստացվում է։ Կարծում եմ, որ Հայաստանն էլ այդ ճանապարհով պետք է գնա, որովհետեւ Հայաստանը այդ ներուժը, ներքին ռեսուրսը ունի, որ պայն մենք չսկսենք մտածել, որ վայ մեզ տեղից կօգնեն, չէ, այնտեղից ավելի լավ կօգնեն, այն կհասկանանք, որ մենք պետք է ուղղակի լինենք միասին ու իրար օգնենք, թե տնտեսությունը, թե կարծում եմ մնացած բոլոր ոլորտները շատ ավելի լավ կլինեն։ Իսկ ոլորտային տեսանկյունից կա ինչ-որ հատկանշական ուղղություններ, որ գնահատում եք, որ այս ոլորտը, այս ճյուղը, որ բռնենք մեր երկրով, տնտեսությունը ավելի,
չգիտեմ, էքսպոնենցիալ աճ ունենանք գուցե։ Կուզեմ ասեմ IT-ն երևի որովհետև շատ բացահայտ պատասխան է այս բան, բայց կարծում եմ, որ մոտակա 10 տարիների կտրվածքով տենց չի լինի։ Անկեղծ ասեմ, որ միգուցե իմ լինզան հիմա շատ ազատ place-ի պրիզմայով է, բայց կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի պատկերացնել, որ մարդու ձեռքով ստեղծված բանը 10 տարվա, 15 տարվա մոտակա աշխարհում շատ ավելի մեծ արժեք կսկսի ունենալ, որովհետև մենք ապրում ենք արհեստական բանականության դարում եւ միակ ալտերնատիվան, որը մարդը կարա առաջարկի արհեստական բանականությանը, որ կարա համարյա թե ամեն ինչ անի, դա սերն է, ջերմությունն է ու սիրով ստեղծված բանը։ Օրինակ, երբ ես իմ ձեռքով փռում հաց եմ թխում, իմ համար դա շատ ավելի արժեքավոր է, քան ալյուրի բարելավիչներով ստեղծված ինչ-որ շատ գեղեցիկ հացը։ Դրա համար կարծում եմ, որ այդ բաղադրիչը, երբ մենք վերադառնում ենք ձեռքով ստեղծվածին, սեր ստացածին, ինքը պետքա երևի թե ավելի տրենդային դառնա, լավ կլիներ ամեն դեպքում։ Կարծում եմ, եթե այդ ուղղությամբ գնանք, ոչ միայն զարգացման տեսակետից, այլև սիրո տեսակետից կբազմապատկվենք։ Եթե ամփոփելով այդ միտքը կարելի ասել, այն ինչը որ մենք անում ենք, անենք սիրով իսկական, հա, Այո, դա էլ կբերի մեր այո, զարգացմանը։ իհարկե։ Նա մեր հաղորդաշարի մեջ ունենք challenge-ի գաղափար, ինչպես եւ կոչվում է հաղորդաշարը, եւ կուզենայինք ձեզ հարցնել, դուք Վլադիմիրը ինչ մարտահրավերների առաջ եք հիմա կանգնած։ Իրականում հիմա կանգնած ենք այն մարտահրավերի առաջ, որի մասին երազել ենք, դա պրոյեկտի մասշտաբների մեծացումն է։ Ես երբեմն ուղղակի չեմ հասցնում հեռախոսազանգերին պատասխանեմ, այնքան զգում եմ, թե ինչքան պահանջված է դարձել ազատ place-ը։ Մեր մարտահրավերը հիմա լավ թիմ ունենալն է, համակարգված, լավ, իրար հասկացող, չգիտեմ, ազատ place-ի գաղափարների շրջանակներում ապրող, չգիտեմ կարելի է այս հարթակը օգտագործել դրա համար, թե չէ, բայց եթե այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք, ինչ որ մեկին կհետաքրքրի, կարելի է գրել մեր էջերին, թե Instagram-ում, թե Facebook-ում, որովհետև մենք փնտրում ենք եւ պրոյեկտի համակարգող, որը որ ինչ որ չափով այն ինչ որ ես ու ամուսինս ենք անում կվերցնի եւ կսկսի շարունակել, փնտրում ենք եւ խոհարար, փնտրում ենք եւ երեխաների հետ աշխատող մարդկանց։ Մի խոսքով հիմա շատ թափուր աշխատատեղեր ունենք, որովհետեւ պահանջարկ եւ հյուրերի քանակը գնալով շատանում է։ Ուզում ենք կարողանանք մեր որակը ավելի լայն մասշտաբի հյուրերի համար հասանելի դարձնենք։ Այդ շատ կարևոր է մեր համար, այդ շատ մեծ մարտահրավեր է, մեծ աշխատանք է, որը որ մենակով արդեն չենք կարող անել։ Նոր տարածք, նոր բնակարան, սեփական տուն գնելու մասին դեռ մտադրություններ չենք մտածում, իրականում տարածքը շատ մեծ է, 6000 քառակուսի է ու մի հատ էլ նոր Խաչակապ գյուղում բավականին մեծ տուն ու հողատարածք ունենք, որը որ էլի պատրաստվում ենք ազատ place-ի ֆորմատով սկսենք աշխատացնել, երբ որ ունենանք տենց վստահելի թիմ, այսինքն պրոյեկտը ընդլայնվող է, մենք հիմա ունենք մարդկային ռեսուրսների խնդիր, մեր հիմնական խնդիրը դա է։ Կիմա ջան, ես հասկանում եմ, որ ձեր մոտ սեգմենտը B2B չի, բայց որպես հաջորդ տրամաբանական հարց, իսկ դուք ինչով կկարողանաք օգտակար լինել այլ բիզնեսներին։ Դե կարծում եմ կարող ենք տրամադրել լավ տարածք team building-ների համար, որովհետև ինքը մեծահասակների համար եւս ալտերնատիվ ժամանցի լավ տարբերակ է։ Բայց ունեք առանձնացված հնարավորություն, որ մեկը մյուսին չխանգարի։ Այգին շատ մեծ է, իրականում այդ հարցը մեզ շատ են տալիս, բայց ասում եմ ինչեվ չգաք, չեք պատկերացնի, այգին այնքան մեծ է, որ նույնիսկ երբ 100 հոգի այգում հյուր ունենք, իրենք իրար չեն խանգարում, այնտեղ այգին հարկերով է, այնտեղ լրիվ առանձնացված հարկ ունենք, որտեղ կարելի է ուղղակի, չգիտեմ, 30 հոգով ժամանակ անցկացնել։ Ներքևում մի հատ զոնա ունենք, որտեղ ընդհանուր ժամանցի զոնա է, բայց այգում շատ տարածքներ կան, որտեղ կարելի է առանձին, չգիտեմ, թմերով հավաքվել, ընտանիքներով, զույգերով, մի խոսքով ֆորմատը շատ-շատ լայն կարող է լինել։ Ինչ խորհուրդ կտաք նոր բիզնեսմեններին, նոր գործարարներին։ Չհանձնվել երևի, որովհետև մեզ մոտ մի քանի անգամ եղել է, չգիտեմ, անցած տարի բացումից առաջ շատ ուժեղ կարկուտ եղավ, երևի մի տոննա գիլաս կորցրեցինք, անկեղծ ասած համարյա լացում էինք, այդ որ քայլում էինք այդ գիլասը տեսնում էինք ու մտածեցինք, ես երևի նշան է, որ մենք չբացվենք, բայց հետո ասենց հավաքվեցինք, բացվեցինք ու ամեն ինչ շատ լավ եղավ։
ու խորտ կտամ տենց սիմվոլիկ բաներից չհուսահատվել ու ոչ սիմվոլիկ բաներից նույնպես չհուսահատվել ու եթե ունես ինչ-որ գաղափար, որ արժեքի շուրջ է, իրան անպայման մինչև վերջ տանես։ Իսկ բիզնեսում տենց նախախնամություններով ինչ-որ բանի մոտենալ պետք է, ըստ ձեզ, որ ասացիք նշան էր, որ ուզում էինք չզբաղվել։ Չէ, պետք չի, հենց այդ է, որովհետև էլի ես ասում եմ, ես հումանիտար մարդ եմ, մեկ-մեկ ասում եմ, սա նշան էր, կամ այն օրը պետքա միջոցառում ունենայինք, մեկ էլ ջուրը անջատվեց, մտածում ենք երևի նշանա, ջուրը տարել էր, բայց չէ, պարզվեց, որ ընդհանրապես ճանապարհը վերանորոգում էին ու շատ շուտ ջուրը տվեցին, մեր մոտ ամեն ինչ լավ անցավ, հյուրերը իրենց շատ հարմար էին զգում, չէ, կարծում եմ, որ պետքա լինել ավելի ռեալիստ ու աշխատել, որովհետև հենց աշխատանքի շնորհիվ է, որ բիզնեսը ծաղկում է։ Կիմա ջան, կա ինչ-որ զավեշ տալի հետաքրքիր դրվագ ձեր 3-ամյա պատմության մեջ, որ կուզենաք կիսվել մեզ հետ։ Դե այս պահին մտաբերեցի մեր հավաբուն ունենալու փորձառությունը, շատ երազում էի, որ հավաբուն ունենանք, բայց ինքս ամբողջ կյանքը քաղաքում էի ապրել, երբեք հավերի հետ չէի շփվել ու շատ ուզում էի, այդ sense գեղեցիկ տոհմային հավիկներ էին, շատ գեղեցիկ էին ու մտածում էի Instagram-ի համար անպայման վիդեոներ պետք անենք, անցած տարվա մեր բացումից մոտ 2-3 օր առաջ էր այգում խառնաշփոթ, ամուսինը sense բուրըն աշխատանքային process-ի մեջ է։ Ես sense իջնում եմ լա, իջնում եմ, որ պետքա հավիկներին նկարեմ, դուռը բացում եմ, բոլոր հավիկները փախնում են այգու տարբեր կողմեր, ու բանվորները, ամուսինս բոլորը սա գործերը թողում են, սկսում են այդ հավիկների հետևից վազել, տենց շատ իրականում շատ ծիծաղալու էր։ Հիմա որ հիշում եմ, էլի ծիծաղս գալիս էր, այդ հավիկները չէին հասկանում ինչա կատարվում, ուրա պետք փախնել, մենք իրանց sense հավաքեցինք, հետ բերեցինք, ու ես տենց էլ չկարողացա իրանց նկարեմ իրականում։ Instagram-յան Reels-ը չստացվեց, հա, բայց մի հատ տենց մարքեթինգը տուժեց հավիկների պատճառով։ Ու այդ ժամանակ նաև շուն ունեինք, գերմանական հովաշուներ ու նենց էր հաչացել հավերից մեկի որ հավը վախից թռել էր ու մենք այդ ենք ծիծաղում, որ մեր այգում նույնիսկ հավը սկսեց թռնել վախից, չնայած որ հավերը չեն թռնում։ Հիմնականում տենց հետաքրքիր բաներ է կենդանիների խնամքերտ, որովհետև դա էլի մի հատ առանձին գործ է, հիմա օրինակ նապաստակներ ունենք, մոտարպես 2 շաբաթ առաջ նոր նապաստակներ են ծնվել, 3 էլի նոր նապաստակներ ծնվեցին մեր մոտ, տենց էդ էլ մի հատ առանձին կյանքի մի մաս է, շատ բարի ու գեղեցիկ process է, երեխաներն էլ գալիս են մեր հյուրերը, երեխաները նապաստակներին կերակրում են, շոյում են, սիրում են, ինքը էլի շատ գեղեցիկ ու հաճելի բան է, էլի ոնց որ կյանքի մի մաս։ Կիմա ջան, իսկ բիզնեսի տեսանկյունից այդ գումարի գեներացիան ինչ եղանակով է կատարվում, բիզնես մոդելը ո՞րն է ձեր դեպքում։ Երկու բաղադրիչ ունենք, առաջինը դա միանվագ բուտքավճարն է, որը որ ֆիքսված գին է երեխաների եւ մեծահասակների համար, տարբեր է գինը, մեծահասակների ու երեխաների համար, մինչեւ 3 տարեկան երեխաների համար բուտքավճար չկա, բայց 3-ից բարձր եւ մեծահասակների համար կա ֆիքսված գումար, որը որ կարելի է վճարել եւ ամբողջ օրը անցկացնել այգում։ Դրանից բացի ունենք նաեւ սրճարան, որտեղ ամեն ինչը ես պատրաստում եմ իմ ձեռքերով, քանի որ ամեն դեպքում քաղաքից դուրս է եւ մաքրոթին իհարկե բնականաբար սովածանում են մարդիկ, սրճարանից նույնպես կարելի է օգտվել ու նաեւ վերջին 1-2 իվենթի ժամանակ փորձարկել ենք մեր փոքրիկ էկոշոփը, ասենց պայմանական, ամուսինս շատ է սիրում գնալ, բարձրանալ սարեր, իր ձեռքով սինդրիկ է հավաքում, բլդրղան է հավաքում, տարբեր լորի համովագույն կանաչներից է հավաքում, ինչ որ բաները տապակում ենք, պատրաստում ենք եւ մատուցում ենք սրճարանում, ու ինչ որ բաները թարմ վիճակում առաջարկում ենք ուղակի վաճառքի տնական մածուն, որը որ ամուսնուս մայրիկը մերում է իր ձեռքերով, թթուներ տնական, չգիտեմ, տենց այդ ամուսնուս հավաքած բլդրղանը, սինդիկը, մի խոսքով դա էլ նոր ֆորմատ է, նոր տարբերակ է, որը որ սենց պիլոտային փորձում ենք, նաև մենք այգում պնդուկի թփեր ունենք շատ, նուշ եւ պոպոկ, ես պատրաստում եմ տնական նուտելա, նշի կարակ եւ էլի պոպոկից մեղրով սենց կարակ, էլի շատ համեղ է, էդ եմ մտածում, որ ապագայում կարելի է փորձել վաճառել, որովհետեւ ինքը լրիվ 100% առանց կոնսերվանտների, բնական հենց մեր այգու բարեկից ստացված պրոդուկտ է։ Իսկ այն որ ասցիք երեխաները գալիս են իրենց ձեռքով կավից ինչ-որ բաներ են պատրաստում, այդ հետո իրանց եք տալիս, որ տանեն հետները, հա չեք թողնում, որ հետո վաճառելու։ Չէ, իրանց են տանում, բայց կարելի է մտածել լավ միտք։ Չի։
հաճախ եք խոսքի մեջ Վլադիմիրի մասին խոսում, որ բիզնես բաղադրիչը մի երկու բառով կպատմեք, թե Վլադիմիրը ինչ բիզնես փորձառություն է ունեցել, եւ այնքան խոստիկ, որ արդեն նախադրյալ է, որ անպայման մեկ հաղորդում էլ պետք է Վլադիմիրի հետ զրուցել։ Իրականում բիզնեսի մասին Վլադիմիրը կարելի է ժամերով զրուցել։ Երկար տարիների փորձ ունի Վլադիմիրը տեքստիլ բիզնեսի, ունեն ընտանեկան բիզնես բավականին փոքր, որը Վլադիմիրի աշխատանքի ամենօրյա աշխատանքի ոնց որ շնորհիվ դարձավ բավականին մեծ Հայաստանում բավականին հայտնի բիզնես, որը որ էլի կապ ունի բնական բաղադրիչների հետ, շատ գեղեցիկ ու շատ հայրենասեր գործ է, կոչվում է Տուշպա, այդ տեքստիլ արտադրությունը, հիմնական գաղափարը նրանում է, որ մեր բրդյա վերմակները, որոնք որ պետքա չփխել, լվանալ, իրականում կանանց համար իդեալական տարբերակ է, վերամշակում են հատուկ կերպով, ամուսնուս հայրիկը իլիկ մանելու սարքի տեխնոլոգիայով հատուկ ինքը իր ձեռքով սարք է ստեղծել, որը որ բուրդը այնպես է գզում վերամշակում, սինձիպոնի նման է դարձնում, որ հետո կարելի է լվացքի մեքենան վերմակները լվանալ։ Ոնց որ յուրաքանչյուր հայ տնային տնտեսուհի դա որ իմանում է, միանգամից որոշում է արտադրանքից օգտվել, բայց դրանից բացի ուզում եմ ասեմ, որ Վլադը միայն այդ բիզնեսով չի զբաղվել, ինքը միշտ բիզնես գաղափարների մեջ է, ու ես հասկանում եմ, որ իսկական բիզնեսմեն այդ ուղղակի կոչում է, այդ մարդու տեսակ է, որ անընդհատ ամեն ինչը փորձում ես հասկանալ ոնց է կարելի բիզնեսի վերածել, արդեն ես էլ կամաց-կամաց իր կողքը սկսել եմ դեֆորմացվել։ Այդ իմաստով չեմ կարող այս հարցը չտալ։ Իսկ կոնկրետ դուք ձեր տեսանկյունից ինչ խորհուրդ կտաք կին գործարարներին, հատկապես սկսնակ կին գործարարներին, ինչպիսին լինեն բիզնեսում։ Ես ընդհանրապես նախընտրում եմ գիտելիքային մոտեցում, դրա համար խորհուրդ կտամ անպայման վերապատրաստվել, անկախ նրանից թե ինչ գիտելիքներ ունեք, ապագայում մտածում եմ, որ անպայման MBA-ել կփորձեմ անել, եթե հասկանամ, որ բիզնեսում որոշում եմ մնալ, բայց բնականաբար բոլորը չեն ամուսնուս նման տենց էնտուզիաստ բիզնեսմեններ իրանց տեսակով, հա, մարդիկ կան, որոնց հստակ կրթություն ու սահմաններ են պետք լավ աշխատելու համար, ես այդ տեսակի մարդ եմ, դրա համար խորհուրդ կտայի աշխատել, իսկ հենց եթե խոսում ենք կին ձեռներեցների մասին, խորհուրդ կտայի լինել շատ ինքնավստահ ու համարձակ, որովհետև երբ դու կին ես, արդեն փոքրինչ քեզ զիջումներով են նայում, մտածում են դե ինչ կարաս անես, բայց իրականում ես գիտեմ, որ կանայք այս աշխարհի շարժող ուժն են ու վստահ եմ, որ եթե կնոջ կողքը բավականին ուժեղ տղամարդ է, կինը կարա իրեն թույլ տա լինել ուժեղ։ Ես օրինակ հիմա զգում եմ, որ ես կարող եմ ինձ թույլ տալ ուժեղ լինել, դրա համար նաև կարողանում եմ, չգիտեմ, բիզնեսով զբաղվեմ։ Չնայած որ ինքս մանկավարժ եմ, հա, մանկավարժը շատ կանացի գործ է, տենց մեր առաջի պատկերացումներով, բայց մտածում եմ բիզնես անելն էլ է շատ կանացի գործ, որովհետև մայրիկ լինելը ոնց որ project management-ի լավագույն ռեալիզացիան է, ես արդեն 2 տղա ունեմ ու տղաների մամա լինելը առավել եւս ու մտածում եմ, որ հա, իհարկե բիզնեսում այդ բոլոր հմտությունները, որոնք հասարակ տնային տնտեսուհիները ունեն, իրանք այնքան կարևոր են, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի կարող լինի շատ հաջողված բիզնեսմեն, բիզնեսվումեն երևի ավելի ճիշտ կլինի ասել։ Մեկ էլ կարող ենք փաստել, որ հիմա շատ ծրագրեր կան, կին ձեռներեցների հետ կապված երևի ժամանակից նաև pedagogan աջակցության ծրագրեր կան, շատ են կին ձեռներեցների եւ մարզային ծրագրերը, իսկ այդ երկուսը համադրած երևի կարող ավելի գեղեցիկ ու մեծ բան ստացվի։ Կիմա ջան, եթե հանդիպենք 1, 3 կամ 5 տարուց, ինչ կուզենաք, որ փոխված լինի ձեր բիզնեսում եւ հայկական գործարար միջավայրում։ Մեր բիզնեսում կուզենայի, որ ունենայինք այնպիսի թիմ, որ ես երբեմն տեղյակ էլ չնեի, թե ազատ փեսում ինչ են անում, բայց ամեն ինչ շատ լավ լիներ, հա, հիմնական գաղափարները պահպանված լինեին, ինքը իրանով սենց աշխատեր, եկել կողքից նայենք ու հիանայինք, շատ կցանկանայի, որ նմանատիպ վայրեր էլի լինեին, ու մենք կարողանայինք համագործակցեինք, ինչու ոչ, նաև դառնայինք օրինակ, չգիտեմ, մանկապարտեզ կամ ինչ որ ավելի տենց հիմնական երեխաների ժամանցի կենտրոն, իսկ ընդհանուր Հայաստանում ինչ կուզենայի փոխվեր, հայկական բիզնես, հա, բիզնես միջավայրում կցանկանայի, որ գաղափարը լիներ առաջնային, ոչ թե գումար աշխատելը լիներ բիզնեսում առաջնային, այլ գաղափարը, որովհետև եթե մենք նայենք համաշխարհային ամենաստացված բիզնեսներին, դա այն բիզնեսներն են, որտեղ գաղափարը գերակշռել է։ Արժեքահեն գաղափարի շուրջ կառուցված բիզնեսը կցանկանայի, որ լիներ կորիզը,
մնացածը լինեին երկրորդական։ Մեր մոտ հիմա կարծես թե Հայաստանում հակառակն է, գումար ստեղծելը ինքնանպատակ է, իսկ դա կարծում եմ, որ որակ չի ստեղծում։ Որն է հաջողության բանալին։ Ամենօրյա աշխատանքը։ Աշխատանքը։ Մենք այսպիսի խորագիր ունենք, որ գիրք պետք է նվիրեք, կարող եք իհարկե նվերի հարցում ձեր սպոնտան փոփոխությունները կատարել, բայց ցանկալի է, որ ինչ որ բիզնես միջավայրից ինչ որ մեկի պատմությունը կամ բիզնեսի պատմությունը գիրք նվիրենք մեծ դիտողներին կամ հետաքրքիր մեկնաբանություն թողնողներին, ինչ եք նախընտրում, ինչ կնվիրեք գիրք։ Շատ դժվար հարց է, ես որովհետև մասնագիտությամբ գրականագետ եմ եւ Բայց պիտի բիզնեսի մեջ ընտրություն բիզնեսի ուղղությամբ գիրք ընտրելը իմ համար շատ դժվար կլինի, որովհետև ես գեղարվեստական գրականությամբ եմ զբաղվում, կարելի է անել բացառություն։ Ինձ համար անենք բացառություն, որովհետև բիզնեսմեն գրականագետները այդքան էլ շատ չեն, գրքի անվանումը ասեմ։ Հա, շատ լավ, այդ դեպքում ես կասեմ մեր ազգագից Մարիամ Պետրոսյանի գրած Դոմ в котором գիրքը, անգլերեն թարգմանվում որպես The Grey House, հայերեն երևի թե տունը որտեղ ֆանտաստիկ գիրք է, ճիշտ է ռուսաց լեզվով է գրված, բայց թարգմանված է մի շարք լեզուներով ու չգիտեմ Հայաստանում արդյոք բոլորը կարդացել են այդ գիրքը թե չէ, բայց վստահ եմ որ բոլորը պետք է այդ գիրքը կարդան։ Անպայման կարդացեք, որովհետև ինքը մի հատ լրիվ ուրիշ զուգահեռ աշխարհ է, իմ կյանքը ժամանակին այդ գիրքը փոխել է։ Մենք մի ուրիշ հետաքրքիր խորագիր էլ ունենք, ես խոսքի մեջ երբ որ սկսում ենք մեր հաղորդումը, ասացի, որ հետաքրքիր հարց է ձեզ համար, մանավանդ մեր զրույցից առաջ ընկերների հետ որ զրուցեցինք ու փորձեցի այդ թեմային, որ առնչվում ենք, շատ չխորանալ, խոսքը վերաբերում է աշխատագիցներին ու ես հասկացա, որ դուք հիմա աշխատագիցներ եք փնտրում, մեր նախորդ հյուրի հարցը ձեզ, հաջորդ հյուրին վերաբերում է, թե երբ որ աշխատագիցներ եք ընտրում, դուք առաջնորդվում եք մարդկային թե մասնագիտական հատկանիշներով։ Կարծում եմ, որ սխալս միշտ եղել է նրանում, որ մարդկային որակներով եմ առաջնորդվել, բայց այտենց մի հատ ռուսական խոսք ասում է, хороший человек это не профессия, մոտավորապես միշտ այդ խնդրին ենք բախվում։ Կարծում եմ, որ մասնագիտական որակները ավելի կարևոր են, իսկ եթե երկուսը համատեղ են մեկ մարդու մեջ, իդեալական է։ Դժվար է դա միշտ լինում, հա։ Շատ դրա համար այտենց դժվար հարցի առաջ ենք կանգնած։ Իսկ ինչ հարց կդաք ձեր կողմից մեր հաջորդ հյուրին։ Քանի որ քիչ առաջ արժեքների մասին խոսեցինք, կուզենայի իմանալ, ենթադրում եմ, որ էլի բիզնեսով զբաղվող մարդ լինելու։ Կուզենայի հարցնել, թե ինչ արժեքի շուրջ է կառուցված այդ բիզնեսը։ Որն է արժե համակարգ իրենց բիզնեսի։ Այո։ Հա, բարձր ձևակերպումը։ Կիմա ջան, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Համարձակություն։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Ազատ Place էկոկրթական համալիր այգու համահիմնադիր Կիմա Վանեսքեյանը։